այս ճանապարհը տանում է ապագա, խոսքը հասկանալի է տեղանվան մասին է։ Արարատյան դաշտում սա միակ գյուղն է, ուր հիմնականում սասունցիների հետնորդներ են ապրում։ Սասնա Մոտկան գավառակից գաղթած առաջին ընտանիքներն այստեղ հաստատվել են 1919 թվականին։ Ապագան մերն է, ասել են տարեցներ ու խոր հոգոց անել։ Նրանք դեռ փայփայում էին այն հույսը, որ օրերից մի օր ճամփաները բացվելու են եւ վերադառնալու են երկիր։ Սասնա լեռների մեջ ծվարած Մոտկան։ Ներկայիս ապագա գյուղի բնակչությունը սասունցիների շառավիղներն են, որոնք ապրելիս են եղել Մոտկան գավառակում, դա Բիթլիսի նահանգի գավառակներից մեկն էր, եւ նրանք ապրելիս են եղել տոհմացեղային, կարելի ասել, կյանքով, նահապետական կյանքով, գերդաստաներ են եղել դրանք, եւ ընդ որում ամեն գյուղը մի 5-6 մինչև 10 ծխերից են բաղկացած եղել, բայց մեծ թվով, եւ 16 թվականի ամռանը ըստ ամենայնի նրանք տեղահան արվեցին, շարժվեցին, արտագաղթեցին, մոտեցան ռուսական ճակատի գծին եւ այս ճանապարհ հավանաբար Մանասկերտով, Խնուսով, Կարսով անցան Ալեքսանդրապոլ։ Հիմնական Սասունից ներգաղթած զանգվածը հաստատվեց Արագածի փեշերին եւ մի փոքր կտորն էր զանգված տեղափոխվեց Արարատյան դաշտ, հաստատվեց տվյալ դեպքում մեր գյուղում 19 թվականին նրանք բնակություն են հաստատվել։ Ես պետք է ասեմ, որ մի որոշ ընտանիքներ տեղափոխվեցին հետագայում 18 թվականին Հյուսային Կովկաս։ Մոտկան գավառակի տարբեր գյուղերից էին այստեղ հաստատված գաղթական ընտանիքները։ 1922 թվականին Խորհրդային Հայաստանի վիճակագրական կենտրոնական վարչության անցկացրած գյուղատնտեսական մարդահամարի տվյալով 544 բնակիչ ուներ գյուղը։ 6 տասնյակի հասնող սասունցի ընտանիքները կառուցել էին հողե ճիմապատ տնակներ, զբաղվում էին հողագործությամբ, պահում էին անասուններ։ 7 թվականին Չքնաղ մայիսի 27-ին տոներ բազմաշխար Մավան Գևորգի Սասնու հարազատ մեծանուն քաջի առաջ արշավեց Քոսաբին բաշին կանչեց Ֆիդայիկ մանե ձեր բաժին որոտաց Գևորգ անիրավ դուշման եգուր քո կյանքը գնեմ շատ էժան Քաջի Մուսենին գոռաց 3 ժամ կարծես երկինքը շարժվեց մեկ անգամ խիստ իրարանցում ընկավ զորքի մեջ փռված դիակներ ոչ թիվ կար ոչ վեճ 15 թվին որ գաղթել են մերոնք ահագին ժողովուրդ են եղել էլի դե ինչ կոդորվե ինչ մնացել են ինչ կեսը որ
գաղթել են այս կողմ, կորցրել են, կեսը մնացել են այնտեղ։ Մեր մի մասը բուգնոցիների, ուրեմն եկերինք այս ապագա գյուղ, իսկ մյուսը գնացել են Ռուսի զորքի հետ Կրասնոդարսկի կրայ Ուսլաբինսկի ռայոն ստանցի Լադսկի, որոնց մեջ իմ հերն ա եղել։ Ու սենց մերոնք 33 թվին Ռուսաստանից գալիս են դե իրանց աղբերները, որ եկել էին ապագա, իրանք էլ ասում են գնանք բան, երթանք մեր աղբերների մոտ։ 19 թվականին պետք է ասել, որ արդեն հիմնականում մի 30-40 ընտանիքներ, երդաստաներ հաստատվել էին, թուրքերը բնականաբար արտագաղթել էին եւ այս ճանապարհով հիմնվել է, հայացվել է այս ուրեմն գյուղը։ Մեր գաղթականությունը առհասարակ պետք է ասեմ, որ իրենք չէին համակերպվում այս պայմաններին, մտածում են, որ վաղ միսօր հարցը կլուծվի, հատկապես եւ Սևերի պայմանագիրը 20 օգոստոսի 10-ին կնքվել է, մտածում են, որ կգնան իրենց երկիր կշենացնեն, նորից կծխացնեն իրենց օջախները, բայց 1923 թվականի Լոզանի պայմանագրից հետո արդեն հայկական հարցը ըստ էության փակվեց եւ նրանք արդեն պետք է համակերպվեին Հայաստանում մնալու, Արևելյան Հայաստանում, արդեն խորհրդայնացված Հայաստանում ապրել եւ աշնանաբար իրենք ամրացան հողին, սակայն այդ կարոտը հայրենիքի նկատմամբ, երկրի, իրենք ասում են ներգրի նկատմամբ կարոտը շարունակում էր բնալ։ Ինչն է հետաքրքիր ու կարևոր ապագա կոչվող այս բնակավայրում, քանի որ գյուղը մշտապես միատարր բնակչություն է ունեցել, այստեղ պահպանվել է Սասնո բարբառը, հյութեղ կոլորիտային խոսակցական լեզու, որ անհնար է շփոթել մեկ այլ բարբառի հետ։ Այդ կարոտն, որ ես մեր գյուղի կարոտն գառնիմ, անցյալ տարի հատուկ գնացի Արևմտյան Հայաստանի մեր այն պապական հողերն տենալու, Սասուն։ Գնացի մեր պապական գյուղն, Տնգետ, Նիչ, Պուգնոտ, այդ գյուղերում սաղ եղերիմ, ընտեղից էլ հողին պերը, ստեղ մեր պապերի գերեզմանին ինք լծե։ Ընդեղ ապրերին մոտիկ իրար, Պուգնոտ, Նիչ, Տնգետ, Մրցան, գյուղեր են, ունդեղից մինչև ստեղ եկած հավկված այդ ժողովուրդ, մինչև այսօր։ Մեր գեղի մեջ ինչ-որ առիթներ որ գեղնի, պան գեղնի, ուրեմ գասին Կիրագոսի տղա աղոն Տնգեցի է, Շարբոյ է, Սահագի տղա Արդաշ Պարծեխա, Նճեցի է, ասինք Մելկոյ ավակ Պուգնոցի է, ինչ է, ասինք ընդեղից խոմ ենք բոլորը սաղ ստեղ ենք ծնվել, ապագա գյուղում, բայց ընդեղից եկած այդ ավանդույթները պաշտպանվում է։ Մենք ունենք քավորություն, խաչ քավորություն, որ երգրից է եկել։ Մինչև այսօր պաշտպանվելը։ Նա օրինակ ասին քավորություն կա Հայաստանի Հանրապետություն այսօր այնքան արդահայտիչ տես կա, որ մեկ պաշտոնյա է, ուրեմն պետք է սարքին իրանց քավոր։ Մենք շատ պաշտոնյա ընկերներ ունենք ու հարազատներ, բայց ավանդական պատմական քավորությունն ոչ մեկ չպղձե։ Այդտենց շարունակվել է։ Ավանդական գյուղը ավանդույթները պաշտպանելով, Սասուն աշխարհի ավանդույթները պաշտպանելով, մարդիկ եկել եւ այս նույն ավանդույթները շարունակել են այստեղ։ Իմ պապերից հասած ինձ երկրից պատմած շատ արգազներ կա, երկրից պատմած շատ ճոխ ու սիրուն ավանդույթներ կա, որ այսօրվա դրությամբ ապագա գյուղում դեռ շարունակվում են։ Ապագա գյուղը հետագայում այս նոր սերնդի համար է դարձել ծննդավայր, բայց այսինքն իմ հոր համար, իմ հոր պապերի համար սա ծննդավայր չի, եւ ինձ համար էլ ծննդավայր չի ըստ էության։ Սա մենք չունենալով կանգար հորինել ենք, որ սա մերն է, այսինքն իմ հայրս, իմ մայրս այստեղից ծնունդ չեն, եւ ոչ էլ որևէ մեկի պապը կամ տատը թուրքմալուի ծնունդ չեն, ապագայի ծնունդ չեն։ Նրանք ծնվել են Արևմտյան Հայաստանում, հայրս Նիչում է ծնվել, մայրս Պուգրոտում է ծնվել։ Ես այստեղ եղել եմ իմ պատանեկության, այսինքն դպրոցական տարիներին մինչև 16-17 տարեկան, ամեն ամառ ինձ նվեր ա եղել եւ ես կռվել եմ տանը, որ ինձ բերեն գյուղ։ Ինչու՞։ Որտեւ ես որ անցնում էի, ուրեմն այս մեծերը ասում են, «Էսի Գենջիգա թորնը, կրկոյի տղան է»։ Ուրեմն միշտ մի բան, պաստեղ, չամիչ, չգիտեմ ինչ, այսինքն, այն որ քաղաքում ինձ ոչ ոք բանի տեղ չէր դնում, այս գյուղում ես շատ կարևոր անձ էի, որտեղ մեր հարևանները կարևոր չէր, Գրիգոր Հարությունյանի տղան, ում տղան դա նշան չուներ, բայց այս գյուղում ես մեծ անձ էի դառնում։ Եվ այդ պատճառով սիրում էի շատ այս գյուղը։
Եվ այդպիսի հուշեր ունեմ։ Եվ իմ հետագա կյանքում ես ինչքան լավ բաներ ունեմ, բոլորի ես պարտական եմ այս գյուղի այդ սերնդի իմ հետ տարած այդ մաքրությունը, փոխհարաբերությունը, հարգանքը, մարդամեծարությունը, այս բոլորը ինձ անցել է այս գյուղից։ Զարմանալի ժողովուրդ էին։ Ուրեմն, երբ որ նրանք գաղթեր եկել են այստեղ, ծառեր կային, այսինքն ընկույզի ծառ, թթի ծառ, չգիտեմ ծիրանի ծառ, խաղողի վազ կտրում էին քոքից։ Թուրքի տրուկ ծառը մենք դրա պետք չենք ուտի։ Մարդիկ փիլիսոփաներ չեն եղել, բայց ասել են իրանց մտքի ասածով լրիվ անմիջական ու հնչել է փիլիսոփայական։ Այսօր մենք տենում ենք, որ այդ ամեն ինչ վերջում դարձավ փիլիսոփայություն։ Մենք որ մի քիչ մոտ ենք ապրում մայրաքաղաքին, մեր մոտ մի քիչ նրբացել է Սասունցու բարբառը, բայց Թալինում, Աշնակ գյուղում, ներքին բազմապերտ այդ տարածքում ոչ թե չի մերվե, այլ ընդե ավելի ճիշտ ու ավելի են կոպիտ Սասունցու մշեցու բարբառը լրիվ պաշտպանվում է, բայց մեր գյուղում նույնպես պաշտպանվում է բարբառը, պաշտպանվում են ավանդույթները, պաշտպանվում են ավանդական ճաշերը, պաշտպանվում են բոլոր ավանդական ծեսերը։ Խորհրդային իշխանությունը սասունցիների հետ, այսպես ասած, հեշտ չի գտել լեզու։ Գյուղում կոլտնտեսություն ձևավորվել է 1934-35 թվականներին միայն, այսպես ասած կոլեկտիվացման երկրորդ փուլում։ Կոլտնտեսության անունն էլ ժողովուրդների առաջնորդներին չի հիշեցրել, սակայն պակաս անսովոր չի եղել ապագան մեջն է։ Այդ ժամանակ էլ 1935 թվականի հունվարի 3-ին գյուղին տրվել է ապագա անունը, ստացվել է բառախաղ, սասունցին ասելով կոլխոզի անունը ապագան մերն է, ասես շեշտել է, որ գյուղն իրենց է պատկանում։ Ժամանակի ընթացքում իրենք համակերպվեցին, հատկապես տարիքավոր մարդիկ կային, որոնք շատ հարուստ էին, թեև գրագիտություն չունեին իրենք, բայց հարուստ էին հոգով, մտքով, պարզ, անաղարտ մարդիկ եւ իմաստություն կար նրանց խոսքի մեջ, ցավալի է, որ մենք այն ժամանակաշրջանում չէին գրի առնում, երբեմն ուշադրություն չէին դարձնում երկրի մասին, հատկապես խորհրդային շրջանի իշխանությունները, նրանք չէին խրախուսում, որ երկրից խոսել, հայրենիքից, ազգային խնդիրներից եւ այլ, այդպես փակ իրավիճակում էր, բայց եւ այնպես կարողացան հաստատվել արժանապատիվ կերպեր, տուն, ընտանիք ստեղծել, ձևավորել։ Տարաճանաչ չէին իրենք, բայց ուսումնամեծար մարդիկ էին։ Օրինակ իմ դադես, որ գալիս էր, մենակ իր առաջ դու նստի ու գիրքը դիր դեմդ, ինքը չգիտեր, տարերը թարս կդրես ուղի, իր համար դու հարգանքի արժանի էիր։ Օրինակ խոսք ունեին, ասում են, ժղլա գրքի հետ, որ գիրքը ժղլա քո հետ։ Այսինքն գրքամեծար ենք, չգիտեին գիրքը, ինչ բան է, բայց ասենք նարեկը գիտեին գլխի տակ դնել եւ այլն, բայց ուսումնամեծար մարդիկ են։ Այս գյուղի զարմանքը ինչ էր գաղթականների, որ նրանք ապրում էին, ուրեմն հարսանիքի վաղտ ծայրահեղ ուրախություն էին անում, ինչու, որովհետև այն միլիոնը, այն որ ճանապարհին մնաց, զոհվեցին, չուրախացան, այդ փոքրիկ հարսանիքների մեջ նրանք փորձում էին դնել դա այդ ուրախություն դնել դրա մեջ։ Գուցե այդ ուրախությունը այդքան չէր, բայց իրենց համար այդ ուրախություն հորինելն էր։ Եվ ուտելիքներն էլ պիտի ասեմ առանձնապես շատ հարուստ չէին, ես հիշում եմ այդ տարիների, ասենք թե սեղանին դրվում էր, ասենք, պանիր, լոբի, մսով ճաշ էին տալիս, ինչ էր, միս, կարտոշկա, այդպիսի փաթաթես, այսինքն դա էին տալիս, բայց ուրախությունը սարսափելի էր։ Սասունցու անկախ բնավորությունն ու համարձակ կեցվածքը, որ բնորոշ է մոտկանցի վերաբնակների հետնորդներին, բազմաթիվ դրսևորումներ է ունեցել այստեղ մայրաքաղաքից ընդամենը 30 կիլոմետր հեռու գտնվող Արտաքուստ սովորական այս գյուղում։ Խորհրդային իշխանության տարիներին որևէ բան չի ստվերել ապագացիների նկարագիրը։ Նրանք միշտ հիշել, մեծարել են ազգային հերոսներին, պահպանել երկրից բերած հայրենասիրական ազգային երգերն ու ավանդույթները։ Այնտեղ երգերը ստեղծում էին իրենք, երգում էին, Գևորգ Չաուշը այնտեղ զոհվեց, Սերոփը այնտեղ զոհվեց, այսինքն դեպքի վրա կապում էին երգեր, բայց ինչ իմաստալի փիլիսոփայական տող էր, օրինակ չես կարող ասել դրա հեղինակը ովքեր են։ Օրինակ առաջ արշավեց Քյոսաբին բաշին, կանչեց Ֆիդայիկ, մահն է ձեզ բաշին, որոտած Գևորգ անիրավ դուշման, երկու կյանքդ գնեմ շատ էժան։ Քաջի Մուսենին բորրած 3 ժամ ասես թե երկինք բռեց մեկ անգամ։ Խիստ իրար անցում ընկավ թուրքի մեջ փռված դիակներ, ոչ թիվ կար, ոչ վերջ։ Դե արի հասկացի պոեզիա։ Ով ա գրել, ես չգիտեմ դա ով ա գրել։
Հետագայում, երբ որ նրանք ստիպված մնացին այստեղ, օրինակ Գորանի երգը, այստեղ տող շինեցին իրանք։ Տողեր շինեցին։ Օրինակ Գորանի մի մասի օրինակ ասես մի բան տող շինեցին։ Կաբույտ քուրատ հեծերիմ յարմ Գորանի, կաբույտ քուրակ հեծերիմ յարմ Գորանի, արազին մոդեծերիմ մջո Գորանի, արազին մոդեծերիմ մջո Գորանի, արաշ ջան պախտու ընցնիմ յարմ